Այստեղ խնդիրը Խաչատրյան մերոցու Այստեղ խնդիրը իշխանության խնդիրն է, որովհետև բանը պետք է չհասներ այսօրվան, բանը չպետք է հասներ այս փուլին, այլ ամենասկզբից պետք է թույլ չտվացվեր այս ուժը մասնակցել, որովհետև դրսից տղա բերած, այս դեպքում ֆինանս բերած ու նաև ճակերտավոր ուժեղ տղա բերած ուժը Հայաստանի վրա իրավունք չպետք է ունենար Հայաստանում մասնակցելու ընտրությունների։ Այստեղ իշխանությունը փորձում է նաև ինքը ուժեղ տղա խաղալ եւ երկուսով իրար հետ մտել են կռվի մեջ, այլ ոչ թե պահելով օրենքի պահանջները, այլ ոչ թե թույլ չտալով այդ ուժին մասնակցել, որը պետության համար անվտանգության խնդիր է այս բանում։ Պարոն Սարգսյանը դեպատի ժամանակ ասեց երկու ուժ կա, այո, կա երկրորդ ուժն էլ, այո, Քոչարյանին ուժն էլ չպետք է մասնակցեր այս ընտրության, դա ավելի շատ ոչ թե իրավական հարթությունում էլ, այլ բարոյական հարթությունում նկատի ունեինք, իսկ իրավական հարթությունում բոլոր հիմքերը կար այս ուժի համար դիմելու, ժամանակի նաև սղության պատճառով դիմել ենք այս ուժի համար։ Խաչատրյան, մի վերջին հարց։ Պարոն Սարգսյանը կարծեմ նաև նույն բանավեճի ընթացքում ավելի ուշ ասաց, որ իր դիմելու տիրույթում չէ արդեն հարցը, թե ոնց որ հրաժարվեց, այո։ Մենք երբեք այն ինչ Հայաստանի Հանրապետության շահից է բխում եւ մենք ունենք հնարավորություն ու ժամանակ մենք անում ենք։ Պարոն Սարգսյանը չի հրաժարվել։ Ուղղակի պարոն Սարգսյանը իրավաբան չէ եւ չի պատկերացնում իրավական այդ հիմքերը։ Մենք խոսեցինք իրավաբանական մասնագետների հետ եւ տեսանք, որ ունենք այդ հնարավորությունը եւ ինչպես տեսնում եք արդեն իսկ ներկայացրել ենք այն, ինչ պետք է արվեր Հայաստանի հանուն Հայաստանի Հանրապետության պարոն Սարգսյանի թիմը եւ նաեւ աջակցության նաեւ ընկերների մեր մենք դա արել ենք։ Շնորհակալություն։